Երեխաներ, այսօր մեր դասն է բազմանկյունների ամփոփման ամրապնդման դաս։ Երեխաներ, մեր դասի նպատակն է գտնել ծանոթ արդեն բազմանկյունների հատկությունները, ներկայացություններ գիտենք մեր բազմանկյունների մասին։ Արդյունքն է, որ կկարողանաք կառուցել բազմանկյունները, կկարողանաք լուծել տրված խնդիրները, կատարել համապատասխան չափումներ և լուծել խնդիրներ։ Պարզ է։ Լավ, մեր քանի որ ուսումնասիրել ենք բազմաթիվ բազմանկյուններ, գիտենք իրենց հատկությունները, մենք ուսումնասիրելու ենք իրենց հատկություններից և խնդիրներ լուծել։ Ես հիմա ձեզ կբաժանեմ բազմանկյուններ և բազմանկյունների հետ կապված փոքրիկ թեժտիկներ։ Այս թեժտիկներից կկարտակ, ինքներդ կանոններով կչափեք բազմանկյունների կողմերը և համապատասխան խնդիրը ձեր մոտ կիրառեք, որ կաք գրատախտակին լուծենք, իրար հետ լուծենք։ Վերի, մենակ ես չենք։ Քոնը տարածություններ և սեղանի միջին գիծը։ Մեկ րոպե ժամանակ ունեցել։ Հետաձեր, որ կաք ահ։ Ինչ եք կառուցել, Արտուշ ջան։ Ուղղանկյուն սեղան։ Ասենք, ինչ հատկություն։ Ուղիղ անկյուն ունեցող սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան։ Դիգրինի կիրապարագիծը։ Դիր, նստիր, ով է գալիս հաջորդը, նարեք ասում։ Այն քառակյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկու կողմերը զուգահեռ չեն, կոչվում է սեղան։ Ճիշտ է սեղանը։ Ինչ ես պահանջին, Արեգ ջան։ Գտնել սեղանի միջին գիծը։ Ինչպես են գտնում, մի հատ բնականին, ասենք։ Սեղանի միջին գիծը հավասար է կողմային կողմերի կիսակում արի, որ Կողմնային կողմերի դա էլ ասենք։ BC-ին ու AD-ին։ Այսինքն Հիմքերի։ հիմքերի։
Ապես, շատ ապես, նստիր։ Հաջորդը, այդ գալիս հաջորդը։ Այո, որ։ Երանգը երկու կողմերի միասնող հատվածը կոչվում է միջին դից։ Ինչ ես գտնելու պահանջդ։ Գտնել հավասարակողմ երանգեն կողմը եթե հարգել որ միջին դիցը 7 սանտիմետր։ Ահա, գտնենք։ Բեցեն ինչի է հավասար։ Բեցեն հավասար է 14 սանտիմետր։ Այո, գրեցի։ Նստիր։ Հաջորդն ով է գալիս։ Արի օգտեցի։ Քարն ու պակաս կողմերը ցույց սուկայանը կոչվում է սուկայարակ դից։ Ապես, այո։ Գտնած զուգարանակցի երեք անկյունները եթե ունենք եթե անկյուններից մեկը 40 աստիճան։ Գտնենք։ Որ անկյուններ 40 աստիճան, որը կլինի։ Չէ, նույնտեղ։ Այո, նույնտեղ, գրեցի։ Անդամուշում։ Չէ, անկյունների հետ Ամիայն։ Ուրեմն յուրաքանչյուր անկյուն ինչ կան կլինի։ 140 Գրեցի։ Ահա։ Եվ անկյուններ գրեցի։ Շատ ապես, նստի, դերիք չեմ։ Սիմոն ջան, արի։ Կողմեք քո պատկերը։ Ինչ է պահանջը, Սիմոն ջան։ Գտնել ուղղակի երակյան մեծացիկը եթե հայտնի է որ անկյուններից մեկը 30 աստիճան է։ Ահա։ 15 սանտիմետր է։ Իսկ այս կողմը արդեն երկու անգամ ավելի մեծ է, քան այս երկու կողմերը։ Ինչու է ինձ 30 դինում, կարող ես ասել։ 30 աստիճանի քնածի էջը երկու անգամ մեծ է։ Ուղղակի որը կողմերի հավասար կոչվում է քառակուսի։ Ապես։
Իրոք է Հերմինե ջան, ով է օգնում Հերմինեին դարի երկարանությունը փոխենք, արի։ Նստիր։ Ինչ է պահանջը Հերմինե։ Ապենք ու գտնենք ինչ է։ Արագի ձեռքի կրնենք, գտնենք։ Լուծումն է դու։ Կամիս լուծումը կրկնի մեջ։ Կեքս ես, շատ ավես, նստիր։